Բարի լույս սիրելիներս, և քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, և այս այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին, մեր հավատը, և ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծո որդին։ Աստծո հանդեպ մեր ունեցած սիրո ապացույցը, սիրելիներ, նրա պատվիրանները պահելն է։ Այսինքն այն ինչ որ Տերը մեզ պատվիրեց այս աշխարհի մեջ ապրելու, գործելու համար, որպեսզի հասնենք փրկության, այդ պատվիրանները պահել։ Մարդկային օրենքները, պատվիրանները շատ ծանր են և բեռ են մարդկանց համար, բայց Քրիստոսի պատվիրանները թեթև են ու ծանր չեն։ Հիսուսն ինքն ասում է, ինձ եկեք բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներդ, ես կհանգստացնեմ ձեզ։ Նշանակում այս աշխարհի հոգսերի տակ կքած մարդը միայն Քրիստոսով կարող է հանգստություն ու խաղաղություն գտնել։ Միայն Քրիստոսին հավատացող և Քրիստոսին գնացող մարդը կարող է իր մեղքի բեռը իր վրայից հանել։ Եվ այստեղ նաև առաքյալը կարևոր պատգամ է տալիս, որ հավատք այս աշխարհի մեջ ամենազորավոր զենքն է։ Հավատքդ կորցրեցիր, կմնաս առանց զենքի և զինամթերքի սատանայի դեմ պայքարի համար։ Քրիստոս հաղթել է այս աշխարհին և այդ հաղթական զենքը հավատքը տվել է մեզ։ Ունես հավատք, ուրեմն դու ունես ամուր պաշտպանություն։ Ունես հավատք, ուրեմն դու զորավոր ես չարի բոլոր հարձակումների դեմ։ Չունես հավատք, դու արդեն պարտության պիտի մատնվես։ Եվ վերջին համարի 6-րդ համարի մեջ էլ շեշտում է առաքել ամբողջ իշխանությունը, զորությունը Քրիստոսի։ Ով է զորավոր։ Նա, ով հավատում է, որ Հիսուս Աստծո որդին է։ Եթե դու հավատում ես, որ Հիսուս Աստծո որդին է, քո փրկիչն է, եւ Հիսուս բնակվում է քո մեջ, դու պարտություն չես կարող կրել։ Քրիստոս ունեցող մարդը երբեք երկյուղ չունի, նա միշտ հաղթական է դուրս գալիս։ Եթե Քրիստոս քո կյանքի մեջ է, դու միայնակ չես, քո թիկունքը ամուր է, քո դիմացը պաշտպանված է, աճ ու ձախ հարձակումներից էլ դու կարող ես խուսափել, որովհետև Քրիստոս է քո կյանքի առաջնորդը։ Եթե ունես Քրիստոս, նշանակում այս աշխարհի մեջ բոլոր նեղությունների, դժվարությունների մեջ դու պետք է հաղթական դուրս գաս։ Տերն ասում է, այս աշխարհի նեղությունները, որ շատանան մեր կյանքի մեջ, շատ մարդկանց սերը պիտի նվազի, բայց նա որ Քրիստոս ունի, նրա սերն էլ չպիտի պակասի։ Եթե այդ սերը դու ունես քո կյանքի մեջ, նշանակում է Տիրոջ պատվիրաններն էլ քեզ համար ոչ թե դժվարություն են, նեղություն են, որոշակի սահմանափակումներ են, այլ հակառակը դեպի գնացող այն ճանապարհն է, որ քեզ տանում է դեպի հավիտենություն, Քրիստոսի հետ հավիտենական կյանքը վայելելու համար։